Բոլորին բարի օր։ Մի հատ sense կարճ վիդեոյով ուզում եմ sense կարճ տեսանյութով ուզում եմ դիմեմ մեր բոլոր հոգևորականներին։ Քանի որ տեղս ցուրտ է, դրա համար sense կուրткով գլխարկով եմ նստած էլի։ Ուրեմն մի հատ անհասկանալի բան է կատարվում հենց հիմա իմ մեջ։ Ռուսի ասած недопонимание, հայերեն ոնց է այդ խոսքը հնչում։ Անհասկանալի իրավիճակ, այդպես փորձեմ ներկայացնել։ Օրինակ, նստած ինքսինց մտածում եմ, լրիվ անկեղծ եմ ասում էլի։ Հազարամյակների վեր, հազարամյակներով մեր եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին։ Նեցուկ է եղել մեր ազգին, մեր ժողովրդին, որ մենք որպես գենետիկ հայ, որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգ ու ժողովուրդ, տառապանքների, զրկանքների մեջով անցնելով եկե հասել ենք այսօրվան։ Հա։ Հիմա ու արդեն տևական ժամանակ, ինչ Հայաստանում իշխանության ղեկին է մի անհատականություն, ով չունի ոչ մի բարոյականություն։ Ամենքս յուրովի, ես նկատի ունեմ գիտակից հայերին, փորձում ենք ամեն ձև պայքարել մեր, ոչ թե պայքարել, այլ մեր խոսքը ասել, լուրջ չմնալ, հա։ Որպեսզի մեր ազգի մեջ են վերջի բարոյականության ջիղը չկոտրվի։ Մենք ազգովի չբռնենք են հազար ներողություն անբարոյականին հարիր են ուղեցույցն ու ուղենիշը, որ որդեգրել է Նիկոլ Փաշինյանը ու փորձում է այդ նույն արժե համակարգը փաթաթել մեր բոլորի պարանոցին կամ վզին։ Մեզ համոզելով, որ ճիշտը դա է։ Նախ շնորհակալություն քեզ, Նիկոլ Փաշինյան, առանց իրոնիա եմ ասում։ Ես երբևէ չեմ մտածել, որ այդ խոսքը կասեմ, որտեվ քո շնորհիվ կոնկրետ ես միշտ իմ տեղն եմ խոսում։ Կարողանում եմ հասկանալ, որ մեր ազգի մեջ դեռևս չբացահայտված տաղանդներ կան։ Երկրորդ, այն մի քիչ առաջ որ ասում էի недопонимание, անհասկանալի զգացում։ Ես նկատի ունեի այն հանգամանքը, որ ես, ասենք, ու ես ու ցանկացած հազարավոր հայեր պատրաստ են թեկուզ իրանց կյանքի գնով պահել մեր եկեղեցին, պահել, պահպանել, հա, կռիվ տալ եկեղեցու համար։ Բայց ոնց է լինում այդ նույն եկեղեցու հոգևոր սպասավորներից մի քանիսը, ոմանց ես անձնապես եմ ճանաչում, փոխանակ նույնիսկ չօգնելու պարագայում, մեզ չօգնելու, հասարակ աշխարհի քաղաքացիներին չօգնելու պարագայում գոնե լուր մնան, հա, քաշվեն մի կողմ, ասեն, մենք հոգևորական ենք, մենք քաղաքականությանը չենք խառնվում, բայց եկեղեցին նաև ես պիտի ասեմ, որ իրավունք չունի լռություն ցուցաբերի։ Իրանք ոնց որ հարգելի հոգևորականներ ջան, խեք թևաթափանը մեզ, հա։ Այսօր համացանցում տեսել եմ նկարներ, որը նկարել են այդ ֆոտոռեպորտյորները, լրագրողները, որտեղ մեր եպիսկոպոսներից մեկը պատարագի է մասնակցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, հա, ողջագուրվում է կադրի մեջ։ Ես կընդունեի այդ տարբերակը ազնվությամբ եմ ասում, միայն մի պարագայում։ Եթե եկեղեցում այդ պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իրոք սրտանց զղջար իր գրած ստատուսների համար, հա, իր ասած խոսքերի համար, որը ասվել է մեր եկեղեցու հասցեին, երբ որ ինքը մեր եկեղեցին անվանում էր Չուլան, որը ասվել է ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, ես այդ տարբերակն էլ կընդունեի։ Մարդ է, մի սխալվել է, էմոցիայի տակ ինչ-որ մի բան ասել է, հա, ներում է հայցե եկեղեցուն, այսինքն եկեղեցու կամաներից ներս։ Այդ պարագայում միայն այդ ձեռք սեղմումը ես կհասկանայի։
կամ ողջագուրվելը, հա, պատարագի ընթացքում այդ process-ը։ Ուրիշ ոչ մի բaragայում ես չեմ հասկանում։ Բայց միաժամանակ նաև նշեմ, ես ոչ մի վատ խոսք չեմ ասի, մեր ոչ մի հոգևորականի մասին։ Որտեղ միշտ ասել եմ, լավն են, վատն են, մերն են։ Ու ամենամեծ ցավը հենց դա է։ Մեր ազգի, իմ գնահատմամբ ամենամեծ ցավը, մեր ազգի ամենամեծ սխալը հենց դա է, որ մենք միշտ փորձել ենք լավը վատից այդ տարբերանշանը միշտ դնենք մի կողմ։ Դրա համար եկի ազգովի հասել ենք այսօրին։ Հիմա նույն սխալը կրկնում եմ ես։ Ես կարայի մեկ այլ ձևաչափով անդրադառնայի այդ ամեն ինչին, բայց չեմ ուզում։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում։ Որտեվ ես եթե նման բան անեի, ես ինքս կհակասեի անձամբ ինքս ինձ։ Որտեվ ես միշտ ասել եմ, իմ եկեղեցու հոգևորականները լավն են, վատն են, իմն են։ Ես չեմ պատրաստում չոր տարբերանշաններ կպցնել ու ես դատավոր չեմ իրանց համար։ Ամեն մեկը թող ինքը ընտրի իր ճանապարհը։ Հոգևորական կա, որ որոշել է, ասենք, Տեր Արամի նույն ինքը Ստեփան Ասատրյանի դեմքով ցուցմունք տալ իր նույն թեմի առաջնորդի վրա։ Եպիսկոպոս Պռոշյանի վրա, ով հիմա կալանքի տակ է։ Հոգևորականներ կան, որ որոշել են միգուցե այդ տարբերակով Փաշինյանին դարձի բերեն, բայց իզուր է, ես վստահեցնում եմ ձեզ, որտեվ եթե մարդու մեջ կոնկրետ մարդ կներեք մարդ բառի համար, երբ որ ես օգտագործում եմ մարդ բառը եւ նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին, երբ որ տվյալ սողունի մեջ չկա ոչ մի բարոյականության չափանիշ, դու այդ մարդուն չես կարա դարձի բերես, բացարձակապես։ Մարդ երբ չի գիտակցում իր արած սխալը, դու այդ մարդուն չես կարա բացատրես, որ ինքը սխալ է արել։ Ինքը սխալ արտահայտություն է թույլ տվել, ինքը սխալ արտահայտություն է թույլ տվել եկեղեցու հանդեպ, կաթողիկոսի հանդեպ, հոգևոր դասի հանդեպ, որ ինքը շարունակում է պառակտել եկեղեցին ներսից, որպես ինստիտուցիոնալ կառույց։ Էլ եմ կրկնում, այն եկեղեցին, ով ինձ, ձեզ օգնել է գալ հասնել մինչև այսօրը, որպես, չգիտեմ, ազգային դիմագիծը պահած ժողովուրդ։ Հիմի այս պահից սկսած կամ սրանից հետո ոնց կդրսևորեն իրենց արդեն մեր մյուս հոգևորականները, դա իրենց անձնական իրավունքն է, ինչպես շատ հաճախ սիրում էր կամ սիրում է կրկնել Արտուր Այվազյանը, նույն ինքը մանախը, դա իրենց սեռական կողմնորոշման խնդիրն է։ Ճիշտ արտահայտություն է անում, այս դեպքում շատ ճիշտ է։ Բայց պետք է դուք բոլորդ գիտակցեք եւ հասկանաք, հարգելի եւ արժանապատիվ հոգևորականներ ջան, տեսեք ջանով։ Ձեզ օգտագործելուց հետո, երբ դուք դառնալու եք անպիտան, հիմա ձեզ ինչ-որ բան են խոսք տվել կամ միգուցե խոսք չեն տվել, դուք ուղղակի տենց եք ճիշտ համարում ու տենց եք անում։ Ձեզ օգտագործելուց հետո, օգտագործել բառը շակերտների մեջ, ձեզ մի կողմ են շպրտելու։ Դուք օգտագործելուց հետո դառնալով անպիտան, դուք պետք չէ անպիտան եք դառնալու եւ քաղաքական ղեկավարության համար Հայաստանի եւ մեր հոգեվոր մեր հոգեվոր եղբայրների համար։ Էլ եմ կրկնում, ես չեմ քննադատում, կոնկրետ ես, լինելով խոսքի մեկ այլ բառամթերքով խոսող, ես Գևորգ Սրբազանի քայլը չեմ քննադատում, որտեվ ես չեմ, որ պետք է քննադատեմ, դրա համար կան առաջնահերթ իր հոգևոր եղբայրները, ում հետ ինքը անցել է բավականին երկար ճանապարհ, հոգևոր առումով, ում հետ ինքը մատուցել է հոգևոր ծառայություններ, ում հետ ինքը անցել է բավականին երկար ճանապարհ ունի անցած, ես վստահեցնում եմ ցանկացածիդ, բայց այն ձեռքսեղմումը, որ ես այսօր տեսել եմ համացանցում, չեմ ուզում տրվեմ էմոցիաներից եւ սխալ գնահատական տամ։ Ես կընդունեմ միմիայն մի պարագայում, եթե տվյալ պատարագի ընթացքում
Հայաստանի վարչապետի աթոռին շիֆրի մեխով մեխված անձնավորությունը մեղա կգար եւ կհայցեր ներողություն Աստծուց իր ասած խոսքերի հիմար, իր անբարո պահվածքի հիմար, ու ընդհանրապես իր արած ցանկացած քայլի համար։ Այ դրա մեջ ես արդեն մի 60%-ով վստահ եմ, որ ինքը այդ քայլը անողը չի։ Ամենայն դեպս մաքուր սրտով այդ քայլը անողը չի, ձևականության համար միգուցե։ Այ փորձեք ձևի համար հասարակ օրինակ բերեմ, շատ խոսացի ոնց որ։ Եթե մեր բոլորի կաթողիկոսը Գարագին II-ը փորձի ինչ-որ դիալոգի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, դուք բոլորդ կհամոզվեք, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես է 360 աստիճան փոխում իր ուղղվածությունն ու քաղաքականությունը դեպի եկեղեցին։ Որտեղ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր չի հոգևորը, նրան պետք են եկեղեցու գանձերը, նրան պետք են եկեղեցում գտնվող արխիվները, որոնք մասամբ պարունակում են տեղեկատվություն 1915 թվականի հայոց ցեղասպանության հետ, որը ինքը ուզում է անպայման ոչնչացնի, որտեղ նման հրաման ինքը ունի ստացած իր տերերից, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ անգլոսաքսոնական, բրիտանական հետախուզության կողմից։ Քանի որ ցանկացած ազգի երբ փորձում ես ոչնչացնել, խելացի անհատականությունը պետք է ոչնչացնի այդ ազգի գենետիկ հիշողությունը, որը փորձում անի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ իմ ձեր բոլորի գենետիկ հիշողության վերջին հանգրվանը հավատացեք մնացել է այն արխիվները, որոնք կան հայ առաքելական եկեղեցու գրադարաններում, արխիվներում, գանձատանը, որտեղ դեռ Նիկոլ Փաշինյանի թաթը չի հասել։ Այ երբ որ կհասնի, ու ինքը կոչնչացնի Աստված ջանի, այդ ժամանակ ես կխոսեմ ընդամենը մեկ հարթություն։